2025 թվականի նոյեմբերին Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 184 կայաններից ստացած տվյալների համաձայն օդի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմում է 142, իսկ PM10-ի համար 64։ Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում, նշելով, որ այս տվյալները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում։ Ըստ ներկայացված զեկույցի 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ քաղաքում նկատվել է օդի որակի վատթարացում։ 2025 թվականի նոյեմբերի 20-ից 30 ընկած ժամանակահատվածում իրավիճակն ավելի է վատացել։ Օդի որակի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար հասել է 180-ի, արձանագրելով կտրուկ աճ։ Անցյալ շաբաթվա վերջից արդեն մեր կայաններով ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ համեմատորեն նվազում են տվիչների ցուցանիշները։ Գործակարգավարական նիստում ներկայացվեց նաև քաղաքի վարչական շրջաններում առանց թույլտվության տեղադրված ավտոմատ ինքնասպասարկման սարքերի մոնիթորինգի արդյունքները։ Ընդհանուր հաշվառվել է 1038 սարք, որոնք տեղադրվել էին առանց էլեկտրոնային համակարգում համապատասխան գրանցման։ Վարչական շրջանները ներկայացրել են կատարած աշխատանքները։ Հարաբկիր վարչական շրջանում 96, որից ապամոնտաժված 7, կազմված արձանագրություն 3, Դավթաշեն վարչական շրջանում 32, որից մեկին տրամադրվել է թույլտվություն։ Երևանի վարչական շրջանում 109, որոնցից 13-ին կազմվել է արձանագրություն եւ 2-ին տրամադրվել է թույլտվություն։ Կենտրոն վարչական շրջանում 225, որոնցից ապամոնտաժվել է 2-ը, 3-ին կազմվել է արձանագրություն։ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում 151, որոնցից 17-ին ծանուցումներ են ներկայացվել դիմումներ ներկայացնելու վերաբերյալ, Նոր վարչական շրջանում 69, որոնցից ապամոնտաժվել է 21-ը, 9-ի նկատմամբ կազմվել է արձանագրության ծանուցում, Նոր Քմարաշ վարչական շրջանում 2, մեկը ապամոնտաժվել է, մյուսին արձանագրության ծանուցում է ուղարկվել, Նուբարաշեն վարչական շրջանում 14, Շենգավիթ վարչական շրջանում 170, որոնցից մեկը ապամոնտաժվել է, 2-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն եւ 5-ի տրամադրվել է թույլտվություն, Քանաքեր Զեյթուն վարչական շրջանում 53, որոնցից ապամոնտաժվել է 14-ը, արձանագրության ծանուցում է ուղարկվել 15-ին, 4-ին տրամադրվել է թույլտվություն։ Բացի այդ, վարչական շրջաններն ապամոնտաժել են 12 նոր տեղադրված եւ համակարգում չգրանցված սարք, կազմվել է 3 արձանագրություն։ Կենտրոն վարչական շրջանը գրություն է ուղարկել ՀԵՑ-ին, խնդրելով դադարեցնել ապօրինի սնուցվող սարքերի էլեկտրական հոսանքը եւ ապամոնտաժել այդ միացումները։ Նիստի ընթացքում քննարկվեց նաեւ Երևանի մանկապարտեզներում ներդրված հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը, որը ներառում է 184 երեխա, յուրաքանչյուր մանկապարտեզում 2-ական խումբ։ Երևանի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության ղեկավար Գևորգ Ղարիբյանը նշեց. Ծրագրի իրականացման նպատակով ձեռք են բերվել անհրաժեշտ կրոնական պիտույքներ եւ խաղեր, ինտերակտիվ խաղեր, ինչպես նաեւ վարչության մասնագետների ձևավորված ցանկերի հիման վրա եւ հանրակրթության վարչության միջնորդությամբ ձեռք են բերվել համապատասխան գույք եւ պարագաներ, որի արդյունքում նշված մանկապարտեզներում ձևավորվել են հանգստի անկյուններ, որպես հուզական ինքնակարգավորման միջոց։ Ըստ Ղարիբյանի, մանկապարտեզների դաստիարակները, օգնականները եւ հոգեբանները անցել են համապատասխան վերապատրաստում։ Ծրագիրն ուղղված է երեխաների սոցիալական կարողությունների, ինքնակարգավորման եւ հաղորդակցության հմտությունների զարգացմանը։ Խորհրդակցության կարևոր թեմաներից էր Կասկադի մշակութային հանգույցի նախագծի իրականացումը, որի պայմանագիրը ստորագրվել է օրեր առաջ։ Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրեց աշխատանքների կատարման ժամկետները։ Ծրագրի իրականացման նախատեսվող ժամկետը դա շինարարության թույլտվության պահից հաշված 5 տարիների ընթացքն է, որի ամբողջ ժամանակահատվածում պետք է հնարավոր լինի ապահովել մշակութային հանգույցի ամբողջական կառուցումը եւ այն շահագործման ենթակավիճակում համայնքին որպես սեփականություն ներդրողի կողմից փոխանցել է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց նախագծի ռազմավարական նշանակությունը։ Շատ բարդ գործընթացներով անցած եւ տասնամյակների խնդիր ենք դրանով լուծում եւ ոչ միայն խնդիր ենք լուծում քաղաքաշինական, այլ նաեւ քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք։ Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ, ստանում է ժամանակակից արվեստի նոր թանգարանի տարածքներ եւ ստանում է տարատեսակ
նոր հանրային տարածքներ, որոնք որ վստահաբար ոչ թե քաղաքապետարանին են, այլ քաղաքինն են։ Ավինյանը նաև շեշտեց բյուջետային շրջանակների պահպանման կարևորությունն ընդգծելով, որ նախապես սահմանված 50 միլիոնն արդեն դարձրել են 70 միլիոն։ Նա նաև հորդորեց մնալ այդ գումարի սահմաններում, որպիսի թե արագ առաջ շարժվեն, թե որակյալ ենթակառուցվածք ունենան։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։